20 տարեկան մուլտիմիլիոնատերեր, որոնք 18-ում մտել են բիզնես, 20-ում դառել են մուլտիմիլիոնատեր։ Դուք չունեք արդարացում, թե ինչի չեք կարող վերջի 40 տարում սովորեք Google Map-ից օգտվել։ Դուք չունեք արդարացում։ Միակ ձեր արդարացումն այն է, որ դուք դեբիլ եք։ Մարդը ասում եմ ախպեր, պետք է գա տանը ասենք գործանի, պետք է հանդիպենք, պետք է գա մեր տուն։ Ասում եմ ընկեր, մտնում ես Google Map, հատուկ նշել եմ Google Map եւ Yandex.Mac, երկու տեղն էլ նշել եմ ֆիրմայի անունը։ Գրում ես այս ինչ բանը բերում եմ մեր տուն։ Ասում ախպեր կներես, բայց ես Google Map-ից օգտվել չգիտեմ։ Հետո ասում եմ ես բանը աղքատ եմ, փող չունեմ։ Հələ դու Google Map-ից օգտվել չգիտես։ 60 տարեկան եմ, այլ ինչ Google Map-ից օգտվեմ։ Բայց այդ ընթացքում 3 հատ սիգարետ է ծխում։ Արա Google Map-ից օգտվել ավելի հեշտ է, քան սիգարետ ծխելը։ Ձեր դեբիլությունը չունի արդարացում։ Ես դա ձեզ ասում եմ սիրելով, չեմ ուզում ասեմ հարգելով, որտեղ հնարավոր չի մարդուն հարգել, եթե մարդը այդ աստիճան ոչ ադեկվատ է իրականությանը։ Ադեկվատ բառը, միջազգային բառը, դա նշանակում է համապատասխան։ Համապատասխան։ Դուք չեք համապատասխանում այդ անտեր իրականությանը։ Բողոքում են էլ Պուտինից, էլ Թրամփից, էլ Պողոսից, էլ Պետրոսից։ Արա Google Map-ով սովորի ո՞նց հասցե գտնես։ Այն արևայինները ստեղադրելուց այդ վարորդը չգիտեք Yandex.Mac։ Եկես ծխում է, ասում եմ ախպերս, խնդրում եմ քեզ։ Մինչև ծխում ես տղերքը գործ են անում, խնդրում եմ քեզ։ Արի ես քեզ մի հատ սովորացնեմ Yandex.Map-ից օգտվել։ Իմ ժամանակը այդքան թանկ չի, ինչքան քոնը։ Ես այդքան զբաղված չեմ։ Դու գիտեմ, ծխում ես սաղորը, սերիալ ես նայում, բան ես անում, զբաղված մարդ ես։ Արի սովորացնեմ քեզ։ Բայց ես վստահ չեմ, որ կգնա ինքը տանը մի քանի անգամ էլ կվարժվի, որ հաջորդ անգամ երբ որ իրան հասցի ասեմ, ինքը այդ հասցեով գնա։